Դոկտոր Արթուր, կասեք, ինչ բուժման մեթոդներ եք առաջարկում վարիկոզ հիվանդության համար։ Նախ պետք է հասկանալ, որ վարիկոզ հիվանդությունը ունի մի քանի տարբեր տեսակ եւ ունի որոշակի փուլեր եւ բնականաբար ցանկացած վարիկոզի տեսակը եւ փուլը ունի յուրահատուկ սպეციფიկ բուժում։ Կան վարիկոզի ցողունային տեսակներ, երբ որ կիրառվում են ինչպես բաց վիրահատություններ, այնպես էնդովենոզ տեսակներ, օրինակ լազերային կոագուլյացիա, սոսնձային օբլիտերացիա, իսկ ոչ ցողունային վարիկոզի համար կիրառվում են սկլերոտերապիայի տարբեր մեթոդներ, մինիֆլեբեկտոմիա, գլաքս մեթոդը, նոր մեթոդ։ Եկեք քննարկենք առանձին դեպքեր եւ տեսնենք ամեն դեպքի համար թե ինչ մեթոդ է կիրառվել։ Տվյալ նկարում մենք տեսնում ենք երկկողմանի վարիկոզ հիվանդություն, բավական արտահայտված, կատարվել է միաժամանակ երկու ոտքի լազերային վիրահատություն, որը կոմբինացվել է նաեւ մինիֆլեբեկտոմիայով։ Դա տվյալ դեպքի համար օպտիմալ տարբերակն էր բուժման։ Այս դեպքում պացիենտի մոտ արդեն զարգացել էր ալերգիկ դերմատիտ, դա հիվանդության 4-րդ ստադիան էր, ուներ բավական մեծ չափերի ցողունային երակ, կատարվել է նույնպես էնդովենոզ լազերային աբլյացիա եւ արդյունքը, ինչպես տեսնում եք, շատ լավն էր, արդեն 3 ամիս անց ալերգիկ դերմատիտի երևույթները անցել են, հիվանդի ցավը, ծանրությունը, այտուցը զգալի քչացել են։ Այստեղ տեսնում ենք ռետիկուլար եւ ցանցանման երակներ, որոնք հիմնականում շտկվում են սկլերոտերապիայի միջոցով, դա սրսկումային մեթոդիկա եւ արդյունքը տեսնում եք 3 ամիս անց բավական լավն է, գրեթե անհետացել են տեսանելի ցանցերը եւ երակները։ Այստեղ տեսնում ենք բավական հաճախ հանդիպող ռետիկուլար վարիկոզի տեսակ, որը նույնպես շտկվում է սկլերոտերապիայի միջոցով, այս դեպքում կիրառել է հիմնականում պուրպուրային սկլերոտերապիան, որը ավելի արդյունավետ է քիչ խոշոր չափերի երակների համար եւ այս դեպքում կատարվել է պուրպուրային սկլերոտերապիա։ Պլանավորվում է անել գլաքս պրոցեդուրան, որը նոր մեթոդ է, նա համադրում է սկլերոտերապիայի եւ լազերային կոագուլյացիա, որը իրականացվում է քուլերի սառը օդի ազդեցության տակ, կիրառվում են հատուկ լուսավորություն, հատուկ սկլերոզանտ եւ այս մեթոդի օգնությամբ կարելի է ստանալ իդեալական պատկեր տվյալ դեպքի համար։ Պետք է հասկանալ, որ վարիկոզի ցանկացած դեպք ինդիվիդուալ է եւ մեր բուժումը նույնպես պետք է լինի ինդիվիդուալ։ Երբ ունենք ձեռքի տակ բոլոր հնարավոր մեթոդները, մենք կարող ենք ստանալ լավագույն արդյունքը կիրառելով տվյալ դեպքի համար տվյալ կոնկրետ մեթոդը։